Դուք 2021 թվականին Հայաստան Դաշինքի ցանկում էիք եւ падգամավոր էիք։ Ինչ որ մի փուլում հրաժարվեցիք падգամավորական մանդատից։ Ձեզ ասոցացնում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ինչպես եղավ ձեր անցումը հիմա Սամվել Կարապետյանի թիմ։ 2021 թվականին եղել եմ падգամավոր, հրաժարականս ներկայացրել եմ 2022 թվականի նոյեմբեր ամսին։ Այնուհետև եղել եմ եւ պատիվ եմ ունեցել լինելու դիմադրության շարժման ակտիվ մասնակիցներից մեկը։ Եղել եմ առաջին շարքերում այդ շարժման։ Բայց այնպես է ստացվել, որ չենք հաջողվել։ Ես առնվազն այդ անհաջողությունը համարել եմ նաեւ հենց իմ անձնական անհաջողությունը։ Իմ նույնիսկ ուզեք ասեմ պարտությունը։ Մեր հանրության ներկայացուցիչները կհիշեն, ես հաճախ ասում եի, որ այլևս ինձ չեմ տեսնում ազգային ժողովում, եթե չհասնենք իշխանափոխության։ Այդ կարծիքս դիրքորոշումից չէր փոխվել։ Ներկայացրեցի հրաժարական եւ դուրս եկա ակտիվ քաղաքականությունից։ 2025 թվականի մինչեւ կարծես թե հուլիս-օգոստոս ամիսներին ես ինձ ակտիվ քաղաքականության մեջ կրկին չէի պատկերացնում։ Անկեղծորեն, դասական իմաստով ինձ քաղաքական գործիչ չեմ համարում։ Ստացել եմ առաջարկ միանալու ուժեղ Հայաստան կուսակցության։ Իսկապես տեսնում եմ, որ այս թիմը ունի Սամվել Կարապետյանի գլխավորությամբ հստակ շանս Հայաստանում իշխանություն փոփոխելու։ Կմասնակցեմ, կփորձեմ մաքսիմալ օգտակար լինել։ Նախընտրական ցուցակում կլինեք։ Գիտեք, այդ հարցին դեռ կդժվարանամ պատասխանել։